Պարոն Արաքելյան եւ քաղաքի Պարոն Արաքելյան քաղաքի եւ բանուկ հատվածում եւ ծայրամասային թաղամասերում փողոցներում նկատում ենք վերջին մեկ ամիսը կարելի ասել, ցավոք նկատում ենք դիտահորերի այդ կափարիչները չկան, դալար ծառի ճյուղ է այդ փոսերի մեջ եւ անվադողեր են շարված, հիշեցնում ենք քաղաքը մի տեսակ խրամատի։ Նա պատասխանը գիտենք, բայց ուզեմ հրապարակայնացնենք, թե ինչու չկան այդ դիտահորերի երկաթները եւ ինչ պիտի լինի, ինչքան պիտի այդ փոսերը այդպես մնան, տեսքը եւ մի տեսակ հայտարարած իրականություն է երկրորդ քաղաքի համար։ Ինչ պիտի անի քաղաքը այդ հարցը լուծելու համար։ Շնորհակալություն Տիկին Գասպարյան, ուրեմն ասեմ, որ մի ամիս չէ ավելի շուտ էր սկսվեց, չգիտեմ ինչ լուկ օպերացիա ասեմ, ինչ ասեմ, անընդհատ այսպես ասած անհայտանում են այդ դիտահորերը, մեդաղի հետ է կապված թե ինչի է, բայց ավելի շատ ես հակված եմ նրան, որ միտուկ կա դրանում, մենք գործողություններ ենք կատարել, բազմիցս տեղադրել ենք, նորերով նորացրել ենք, ուղղել ենք գրություններ համապատասխան իրավապահ մարմիններին, որ զբաղվեն այդ հարցով եւ ասել ենք, որ աճալուշ լինեն, որովհետեւ սա ավելի շատ նպատակաուղղված գործողություններ է, ոչ թե ինչ-որ պատահարներ։ Համապատասխան բաժինները զբաղվում են, հանձնարարականները տրված են, նաև կան դիտահորեր, որոնք պատկանում են վիոլաչերին, իրենց հետ էլ գրությունները ուղարկվում են, որ իրենք էլ իրենց մասով կարգավորեն, համատարած է։ Միայն քաղաքինը չէ, որտեղ այսպես ասած կներեք, չուգունից այդ բաները կան, դիտահորերը կան, կողանում են։ Իսկ դա մենակ կարող է մեկնաբանել, որ գողություն է դա։ Գողություն է ու միդումնավոր գողություն է, եւ դրա համար կարծում եմ, որ բաժիկ արժանանան։ Հեչ որ չէ, մի օրը իրանք է դուք կգնի։ Տեսեք, չէ՞, սա փոսփորողը ավելի խորը փոսը կգնի։ Մեկը տեղ կգնի, բայց ես հավաստիացնում եմ, որ զբաղվում ենք ընդուկ արդեն ուղիղ գնումներ պետք ենք, նաև շինարարների հետ ենք պայմանավորվել ասֆալտապատողներին, որտեղ որ ամբողջը կածե, հնարավոր չէ միայն դիտահորով, այդ բիտոնային հատվածն են, բիտոնային համակարգն էլ, ամբողջը պետք է փոխվի, աշխատում ենք։ Այս պահին, եթե չեմ սխալվում, 4 դիտահորեր է մնացել աշխատանքների արդյունքին, այդ էլ փորձենք է շաբաթավերջը վերջացնենք։ Կոնկրետ Ղանդիլյան փողոցի վրա են նախատեսվում։ Ղանդիլյանը, եթե չեմ սխալվում, բանն է, ջրմուղինն է։ Ամեն դեպքում իրենց էլ պիտի շտապ ահազանգ տալ եւ ուզենա իմանալ, թե իրավապահ մարմինների ոստիկանությունը ինչ է ասում, որովհետեւ գոնե պարեկները այդ փոսերի կողքից օրական 1 միլիոն անգամ անցնում են, կամ գիշերները իրենք հերթապահություն են անում եւ վստահաբար կտեսնեն կամ 1000 հոգի տեսախցիկներ կա։ Այսինքն այս դարում անհնար է ուղղակի ասենք գողացել են ու համաշտվենք այդ իրականությունները, որովհետեւ եւ գողացնեն պիտի այդ օրինակները բերվի պատժելու, որ մյուսները իմանան, որ այդ պետք չի քաղաքը, սեփական քաղաքը սեփական ձեռքերով դարձնել դրամած եւ երկրորդը պիտի, չգիտեմ, խստացնեն, պատժվեն ու ցուցադրվի այդ ամեն ինչը հրապարակայնորեն։ Ես կհորդորեմ, որ եւ ոստիկանության պատասխանը հրապարակվի եւ վիոլաջերի եւս մեկ անգամ ազդակրվի, եթե պետք է մեր խմբակցությունը պատրաստ է կոնկրետ գործողություններով։ Տիկին Գասպարյան, արել ենք այդ գործողությունները, սպասում ենք իրավապահ համակարգի արձագանքին, ինձ թվում է չի ուշանա, որովհետեւ վանդալիզմ է, տեսակ շատ արագ բացահայտվեց, նույն այսպես բանի մեջ էլի, մոտիվների մեջ է կարելի ասել, կարծում եմ, որ սրանք էլ իրանց պատիժը կստանան։